Բացարձակապես կապ չունեն, մենք տեսնում ենք, թե ինչ մեծ շինարարություններ է արված մեր համայնքում, հենց եկեղեցական տարածքում։ Մի խոսքով ես այո գտնում եմ, որ սա ողջայնության հայացքն է դեպի Էջմիածին, եւ ես ուզում եմ, որ Էջմիածնեցին, Բաղարշապատցին Խոյ համայնքի հետ միասին հաղթի, իր ինքնությունը պահպանի եւ ցույց տա աշխարհին, որ մենք հայկական հայոց արժեհամակարգի կրողներն ենք։ Պարոն Մանուկյան, իշխանության կողմից ընդդիմադիր համայնքապետերը երբևիցե բարեհաճության չեն արձանագրում։ Մենք վերջինս էլ ականատես եղանք Գյումրու համայնքապետի օրինակին, ինչ եք կարծում, ձեզ հետ ինչպես կբարձեն, եթե օրինակ անցնեք իշխանության։ Չարությամբ եկողները չարությամբ կպատասխանվեն, ես երբևէ որևէ բանից չեմ նահանջել եւ ասեմ, ես այսօր իմ արշավը մեկնարկը սկսեցի Եռաբլուրից, ես Եռաբլուրի քաջերի զինվորն եմ, բոլոր են դուխով փալածները, ովքեր կփորձեն չարամտորեն ինչ-որ գործողություններ ծրագրել, անել չարքապատկանները, ասել եմ, կփալածվեն հայ ժողովրդի ոտքերի տակ։ Ակնհայտ է, որ իշխանությունն արդեն վարչական ռեսուրս է կիրառում, օրինակ այստեղ գալուց էլ նկատեցինք, որ ամբողջ Էջմիածինը, այդ ճանապարհի ամբողջ հատվածը Արգիշտի Մեխակյանի լուսանկարներն են փակցնում, առանձին իրենց համար վահանակներ են սվարկա արել, նաև տեսանք, որ լրագրող Լիա Սարգսյանը տեսանյութ էր պատրաստել, որտեղ մարզպետը իշխանական թեկնածուն գերուխում էին կազմակերպել բարեգործության անվան տակ, գումար էին բաժանում, սա ըստ էության արդեն չարաշահում չի։ Դա իրավական համակարգը պիտի դրանով զբաղվի, ես չեմ կարող գնահատականներ տալ, թող զբաղվեն, թող տեսնեն, որ վարչական ռեսուրսները պիտի կիրառվեն, ես դրանում կասկած չունեմ, դա ուրեմն փոքրն է, որ կանեն, ես կուզեի չարության ռեսուրսները չկիրառեին եւ այնպես չանեին, որ մեր ժողովուրդը վերջնականապես հիասթափվեր բոլոր նրանցից, ովքեր այսօր ստանձնել են երկրում իշխանության ղեկը։ Պարոն Մանուկյան, անելիքներից խոսեք դուք ինչ եք առաջարկում վարշապատցին։ Ես առաջարկում եմ նախ, այս սոցիալական խնդիրները, որ իսկապես ծառացել են մարդկանց առաջ, պիտի կարողանանք լուծել հնարավորինս արագ, որովհետև եթե մարդը իր սոցիալական խնդիրներից դուրս չի գալիս, նա սկսում է այդ կենցաղավարության մեջ մնալ։ Մենք պիտի կարողանանք այո այդ խնդիրները միասին լուծելով, ես դա չեմ ասում, որ միայն համայնքապետը կարող է այդ ամենը լուծել, ոչ նրանց կողքին պիտի լինեմ, ես գյուղական համայնքներում տեսա, որ հարկավոր է ունենալ գյուղատնտեսներ, անասնաբուժներ, բոլոր պարագաներում նաև խորհրդատու որոնք առողջ բիզնեսը կարողանան ծրագրել, որպեսզի գյուղացին կորուստներ չունենա ֆինանսական, այո մենք ամեն կերպ պիտի օգնենք եւ գյուղական համայնքում եւ Էջմիածնում եւ մեր արցախահայերին, որոնք իսկապես լուրջ խնդիրների առաջ են կանգնած եւ առաջնայինը այո պիտի այդ ինտեգրումը ապահովենք, որ նա զգա իր հարազատ հողի վրա է, երբեք չբացառելով Արցախ մեր վերադարձը, մենք պիտի նրանց կարողանանք այո այստեղ իրական տեր դարձնել իրենց երկրի։ Մտավախություն չկա, որ նույնիսկ եթե ընդդիմադիր ներկայացուցիչ ընտրվի, իշխանությունը չի հանդուրժելու ժողովրդի քվեն։ Բայց իշխանություն կա, ես հիմա լսում եմ դուք իշխանությունները չի անի, իշխանություն չկա, կա օտարի շահերը սպասարկողներ, այդ բոլորը ձեր նշած օտարի շահերը սպասարկողներն են, ես շատ ուզում եմ, որ այո իշխանություն, հայոց իշխանությունը ձևավորվի մեր երկրում եւ հենց այդ ինքնիշխան երկրի իշխանավորները կգան, այս երկրի ղեկավարման ղեկին կլինեն, արդեն նման հարցեր չեն առաջանա եւ մենք կտեսնենք, որ առողջ քայլերով, հաղթական քայլերով մեր երկիրը գնում է առաջ։ Տեսնում ենք, որ ընտրված ընդդիմադիր ներկայացուցիչները ձերբակալվում են, տարբեր գործեր են նրանց նկատմամբ հարուցվում, դրա համար եմ հարցնում։ Ես հիմա չեմ շտաբի գնահատականներ տալ, ինչ որ գործեր են ասեցին հարուցել են, դե թող պարզաբանեն։ Ես ընդհանրապես կարող եմ անցյալի մասով ասել, երբ սրբազաններին կալանավորեցին հանիրավի կերպով, մենք տեսանք, թե ինչպես էին կարողացել կցոնել այդ ձայնագրությունները մեկը մյուսին միացնելով, ինչ որ ապատտեղեկատվություն տարածել եւ այդ հանցագործները մինչեւ հիմա անպատիժ են մնում։ Այդ հանցագործներին մենք պիտի կարողանանք կանգնեցնել արդարադատության առաջ, որովհետեւ սրանից հետո չփորձեն իրենց նենգությունը կիրառելի դարձնել։ Պարոն Մանուկյան, ձեր մրցակիցներին ինչ առաջարկ, խորհուրդ, կոչ կանեք 7 մրցակիցներին։ Խաղաղ մնան, հետևեն իրենց առողջությանը եւ շատ ծանր չտանեն։